Եթե ցանկացողներ կա, խնդրում եմ 168 ժամ Զարուհի Գիլանյան, հարցեր ունեմ երկու բանախոսներին էլ, սկսեմ պարոն Դավթյանից, որովհետև հաշվի առնելով պաշտոնավարման շրջանը եւ այդ ժամանակաշրջանում գործունեությունը, որոշ դեպքերում գուցե անգործությունը, համենայն դեպս նման ձևակերպումներ էլ կան շրջանակներում, շատ քննարկվել է։ Պարոն Դավթյան, խոսեցիք ազդեցությունները բացառելու մասին։ Արդյոք նաև ձեր պաշտոնավարման փորձը հաշվի առնելով եք առաջ քաշում այս անհրաժեշտությունը, արդյոք ազդեցություններով պայմանավորված է եղել աչք փակոցին, երբ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շրջափակում էր դատարանները եւ այդպես էլ որևէ վարույթի հարուցում չտեսանք այդ հարցով, արդյոք ազդեցությունների հետևանք էր, երբ 2020 թվականին տարածքային ինչին զիջումներ եղան, համենայն դեպս ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակում եւ դրա հետևանքով դարձյալ չեղան կոնկրետ վարույթներ, արդյոք ազդեցությունների հետևանք էր, երբ Արմեն Գրիգորյանի շուրջ վարույթ մեկնարկեց, հավատում եք, որ նա իսկապես գյումրեցի լինելով ազգամիչյան թշնամանք է հրահրում եւ նրա կալանավորման անհրաժեշտությունը իսկապես կար, արդյոք նաև Մովսես Հակոբյանի հայտարարությունների հետևանքով չհարուցված քրեական գործներ ազդեցության հետևանք, արդյոք Մամիկոն Ասլանյանի քաղաքական հետապնդումներ քաղաքական ազդեցության հետևանք եւ այլն, որովհետեւ այս հարցերը այս պահին նաև հանրային ու քաղաքական խոսույթում են, նրանք ճիշտ է գնահատում են այսպես այս պահին ձեր ընդդիմադիր կեցվածքը, ամեն դեպքում սրանք հարցեր են, որոնց պատասխանները ցայսօր չեն հնչել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Պարոն Խաչատրյանին էլ, պարոն Խաչատրյան, դուք մանրամասն ներկայացրեցիք շրջափուլը փոփոխությունների, բարեփոխումների, ըստ ձեզ ինչու մինչև 2018 թվականը միջազգային տարբեր դերակատարներ չափազանց խստապահանջ կեցվածք ունեին, այդ թվում արդարադատության համակարգի կառույցներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ, բայց 2018 թվականից հետո տեսնում ենք, որ այսպես լռության ուխտ են արել եւ շատ հարցերում չեն ցանկանում անգամ միջամտել աղաղակող հարցերի դեպքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ խոսնակներին 3-ից 4 րոպեվա ընթացքում արձագանքել։ Շնորհակալություն հարցերի համար, նախաստեյության պատասխանելու համար ձեր տվարկած բոլոր դեպքերը ունեցել են վարույթներ քրեական եւ դրանք արժանացել են բոլոր իրավական գնահատականների։ Բայց ես չեմ ուզում այսօր դրանք կենտրոնանամ թեմայից չշեղվելու համար, լավ հարց տվեցիք, դրա առիթով եմ ուզում ասեմ։ Այո, նաև իմ փորձառության, իմ համակարգերի, արդարադատության համակարգի գործունեությունը ներսից տեսնելու տրամաբանության արդյունքում է ձևավորվել այս առաջարկները։ Դա բացարձակապես չի նշանակում, որ կոնկրետ իմ վրա քաղաքական ազդեցություն է եղել։ Ես երբեք չեմ ձգտել անսխալականության, բնականաբար, ինչպես ցանկացած աշխատող մարդ, իսկ այդ աշխատանքը եղել է երբեմն գիշեր-ցերեկ, կարող են լինել նաև սխալներ, բայց ես վստահաբար մի բան կարող եմ ներկայացնել, որ երբեք չի եղել դեպք, որ ես իմ ներքին համոզմանը հակառակ որոշում կայացնեմ։ Բայց տեսնել համակարգերը ներսից, տեսնել առկա խնդիրները, տեսնել այդ խնդիրների լուծման համար ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցները եւ չխոսել այս մասին, ես կարծել եմ, որ ես դրա իրավունքը չունեմ։ Եվ այն պատկերացումները, այն լուծումները, որ իմ մոտ ասունացել են, ես իմ պարտքն եմ զգացել, որպեսզի սա կիսվեմ մեր հանրության հետ, եւ ես հավատամք ունեմ, որ դրա իրացման արդյունքում մենք մեր երկրում արդարադատության համակարգի բարելավման ուղղությամբ լուրջ քայլ ձեռնարկած կլինենք։ Ես կուզենայի ձեր տված հարցի շատ բանը ավելի մեծացնել։ Այո, արդարադատության համակարգի նկատմամբ էլ է կարծեք 18 թվականից հետո այդ խստությունը պակասել ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտումների կամ համատարած խախտումների նկատմամբ էլ կարծեք այդ եվրոպական մարմինները մասնավորապես խստապահանջ այդ բաները արդեն չկան, որովհետև ես կարծում եմ, որ խնդիրը քաղաքական է։
կարող եմ իհարկե պատասխանել հարցին, բայց զուտ այն իմաստով, որ այսօր մեր թեմային չի առնչվում, բայց ակնհայտ է, չէ, խնդիրը քաղաքական է եւ արտաքին քաղաքական ազդեցությունների, ոլորտների, ազդեցությունների փոփոխությունների եւ այլնի հետ ես հուսով եմ առանձին կարելի է խոսել մի ամբողջ այս թեմայից, թե այո, ինչու մինչև 17 թվականը մեր հանրահավաքների ժամանակ, երբ որ մեր դեմ իրավունքի խախտման, իրավունքի դեմ ոտնձգություն է լինում եվրոպական մարմինները անմիջապես արձագանքում են, բայց այդ նույն բանը չի լինում 20 թվականին կամ 23 թվականին, երբ որ խախտում է քաղաքացիների ընտրական իրավունքը, հավաքների իրավունքը, կուսակցությունների իրավունքը, այդ նույն մարմինները տարօրինակ կերպով լռում են, դե կամ երկու տարբերակ կա, կամ այդ իմ ասած քաղաքական նպատակահարմարությունը, կամ իրանց մոտ արժե համակարգային փոփոխություններ ա եղել, կարելի է ուսումնասիրել։ Արձագանքի հնարավորություն, եթե ցանկություն կա։ Կա, եթե արձագանքի հնարավորություն ունեք։ Թեմայի շուրջ, խնդրեմ հարցեր լինեն թեմայի շուրջ, եթե թեմայից դուրս հարցեր կլինեն, միջոցառումից հետո կարող եք մոտենալ անձամբ պարոն Դավթյանին։ Հասկանալու խնդիր բացարձակ չկա, որտեղ առավել ևս այդ հարցերին բոլորին անդրադարձնելու երբեք չեմ խուսափել որևէ բանից անդրադառնալուց, բայց նախընտրում եմ միշտ մնալ նորմալ օրակարգի շրջանում։ Այլ հարցեր դալիճից։ Հարցս ուզում եմ ուղղել պարոն Դավթյանին։ Պարոն Դավթյանը, համարեք բարեփոխումները տեղի ունեցան ձեր առաջարկած եւ քրեակատարողական ծառայությունը հռչակվեց հարթարադատության մաս։ Հարթարադատության բարձրագույն խորհրդի պալատ հռչակվեց։ Ըստ էության շոշափելի ոչ կոսմետիկ, ինչպիսի բարեփոխումներ տեղի կունենա քրեակատարողական ծառայության գործունեության մեջ, ինչու՞ չէ նաեւ այդ հիմնարկներում պատիժ կրող անձանց պատիժ կրելու process-ի մեջ։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ես արդեն իմ խոսքում նշեցի, առաջարկս այս պահին զուտ հիմնադրութային ներկայացնելով նպատակ ունեի ցույց տալու, որ արտարադատության համակարգը քաղաքական համակարգից հստատ զարգտելու անհրաժեշտություն ունենք, եւ երկրորդ կարևոր նպատակը, որ ըստ էության ձեր հարցի պատասխանն է, մենք այս կառույցներին մեկ համակարգի մեջ ներառելով ընդհանուր արտարադատության իրականացման եւ իրացման խնդիրները միասնականացնում ենք։ Եվ այո, այսօր էլ քրեակատարողական համակարգում առկա բազում խնդիրներ, ըստ էության արտարադատության համակարգի ներառման պայմաններում կունենան իրենց եւ իրավական, եւ զուտ պրակտիկ այնպիսի բարեփոխումների ընթացքը, որոնց արդյունավետությունը անհնար է որ մենք չտեսնենք։ Կոնկրետ օրինակների վրա թե ինչու դրանք կարող են արտահայտվել, ես կարծում եմ ամեն ինչու։ Որովհետև քրեակատարողական ծառայության գործունեությունը արտարադատության ընդհանուր իրականացման եւ դրա հանրային ընկալման առումով իմ կողմից շատ է կարևորվում։ Ի վերջո պատժի նպատակները, ասենք հանցանք կատարած անձին ուղղելը, սա որտեղ է իրականացվում։ Քրեակատարողական ծառայությունում է իրականացվում։ Դու ամենաարդար դատական ակտը կայացրու։ Եթե պատժի կատարման ընթացքում անարդար մոտեցումներ եղան, Էլ չեմ ասում, այսօր էլ գործող ցավոք դեռևս մեր քրեակատարողական հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի գերիշխում եղավ, մենք այս ակնկալիքները երբեք չենք կարող ունենալ։ Իսկ սրանք գործողություններ են, որոնց պետք է այսպես դիրահատական միջամտությամբ անմիջական ներգործություն ունենալ։ Ես մի լրացում անեմ այս հարցով։ Էլի 18 թվականի հետո իբր կատարված այդ ռեֆորմների արդյունքում քրեական օրենսգիր, քրեական դատավարության օրենսգիր, քրեակատարողական։ Մենք նախկինում ունեինք պատիժ կրող անձին, ովքեր պատահել էր մարդու հետ։ Ու հնարավորություն էին, օրենքը եւ պրակտիկան հնարավորություն էին տալիս, որ այդ մարդը եւ պատիժ կրեր, որովհետեւ վատ բան էր արել, եւ ամբողջությամբ չկտրվեր իր այդ առօրյա հասարակական կյանքից, հա։ Այդ ռեֆորմներից հետո այդ նույն մարդիկ, այդ նույն կարգավիճակ ունեցող մարդիկ հայտնվել են մի հատ միջավայրում, որտեղ ոչ պատիժ են կրում, ոչ էլ կարողանում են հասարակությանը ինտեգրվել։ Խոսքը գնում անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար, երբ որ առաջ կար բաց ռեժիմը, որը բավականին օրինակ այդ մարդկանց համար
մի կողմից ինքը իսկապես կրում էր պատիժ, մյուս կողմից չէր կտրում հազվորտեղ ըստ էության չի ունեցել դիտավորություն հանցագործություն կատարելու հանցագործությունը ուրեմն միջինից թեթև հանցագործությունների շարքին էր դասվում եւ այդ մարդը չէր հայտնվում ամբողջությամբ այդ միջավայրում եւ այդ մարդը կապված էր մնում իր ընտանիքի իր աշխատանքի հետ եւ մենք նաեւ այդ հիմնարկները չենք ծանրաբեռնում մի հատ վերացուցիչ բանով, հա, այդ մարդկանց խմբով։ Բայց այս ռեպորտերից հետո հիմա անընդհատ այդ խնդիրը կա, այդ ռեժիմների ես ասեմ հիմա մի հատ աբսուրդ վիճակ է այդ ռեժիմներից անգամ ռեժիմի այդ բանտայի այդ համակարգի քրեակատարողական համակարգի աշխատողները անգամ դեռևս մինչև հիմա այս արդեն 3 տարվա ընթացքում չեն կարողանում հասկանալ որ ռեժիմը ինչ պայմաններում պետք է պահվի եւ այո այդ արդարադատության ես համաձայն եմ առնվազն այդ մասով համաձայն եմ որ այս երկու համակարգերի կառավարումը պետք է վերեք միտրոպան դատարան քրեակատարողական հիմնակ կապը այնպես է կտրված այսօր որ մի հատ փորձեք այդ մի հատ պայմանական վաղակ այդ ազատման այդ բանով անցնել ավելի լավ է մարդ գնա նստի քան այդ process-ով անցնի Շնորհակալություն պարոն Խաչատրյան քանի որ հարցերը շատ են առաջարկում եւս մեկ հարց լսենք Դավիթից հարցեր Սևակ Հովհաննիսյան, շնորհակալություն եմ հայտնում բանախոսներին հանգամանալի ներկայացման համար։ Վստահ եմ թե ներկաներից, թե հանրության գերակշիռ մասի մոտ այո, վաղուց արդեն հասունացել է արդարադատության համակարգի բարեփոխումը ընդհանրապես եւ հատկապես գործադիր իշխանությունից եւ առավել ևս քաղաքական մեծամասնությունից կախվածությունը չեզոքացնելու տեսանկյունից։ Ձեր ներկայացրած առաջարկության մեջ, պարոն Դավթյան, ըստ էության ներկայացվել էին մեր երկրում գործող այն հիմնական համակարգերը, որոնք խոցելի են այդ առումով։ Բայց ինձ հետաքրքրում է օրինակ այդ առումով սահմանադրական դատարանի կազմավորման առումով ձեր առաջարկությունների մեջ կա որոշակի կետ թե ոչ, որովհետև ինչու է այդ հարցը առաջանում։ Մենք տարիներ առաջ ականատես եղանք նաև այդ նույն տրամաբանության մեջ գործադիրի կողմից կամ քաղաքական մեծամասնության կողմից ոչ միջամտություն սահմանադրական դատարանի կազմի փոփոխության առումով եւ կուզենայի հասկանալ ձեր մոտեցումները այդ առումով ունենք որոշակի առաջարկություններ թե ոչ։ Շնորհակալություն։ Հարցի համար այսպես առաջանցնելով կարող եմ ասել, որ պալատներից դատական համակարգի առանձնացման պայմաններում իմ պատկերացման պես առումով, քանի որ մենք համակարգի իմ առաջարկը համակարգի միասնականության մասին է, այսպես հիմքում դրված այդ գաղափարը, հետևաբար ես ըստ էության դիտարկում եմ նաև սահմանադրական արդարադատությունը այս համակարգի մեջ։ Բնականաբար սահմանադրական արդարադատության սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշակի առանձնատուկ մոտեցումներ անհրաժեշտ են, բայց այդ առանձնատուկ մոտեցումների դետալները վստահաբար կարող են նաև այս առաջարկող նախագծի տիրույթում գտնել ձևակերպումներ։ Շնորհակալություն, էլի հարցեր այստեղ Բարև ձեզ, ես Գայանա Երեմյանն եմ, Հայաստանի Եվրոպական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի եւ հարցս ուղղում եմ պարոն Խաչատրյան ձեզ։ Հարցս կայանում է դատական գործերով, հատկապես քաղաքացիական գործերով սահմանված ժամկետներին։ Ինչպես գիտենք, քաղաքացիական դատավարության օրենսգրքով մի շարք գործերով կան հստակ սահմանված ժամկետներ եւ դրանց շարքում կուզենայի առանձնացնել աշխատանքային վեճերով եռամսյա ժամկետին։ Հիմա ձեր կարծիքով ինչքանով են օբյեկտիվ այդպիսի ժամկետներ սահմանելը, որովհետև օբյեկտիվ պատճառներով դատարանների մեծամասնությունը չի հասցնում, այսինքն չի տեղավորվում այդ ժամկետներով քննի ու լուծի տվյալ վեճը։ Շնորհակալ եմ։ Ես այդ դատարանների ծանրաբեռնվածությանը անդրադառնալով տեսեք դատարաններում շատ դեպքերում ես ինքս համոզվում եմ, որ օբյեկտիվորեն դատարանը չի հասցնում վեճը լուծել։ Ու եթե
այդ հատուկ վարույթներով էլ եթե հասցնում են ժամկետի մեջ քննել այդ գործերը, շատ դեպքերում դրան գնում են բողոքարկման։ Որովհետև այդ ծանրաբեռնվածության պայմաններում իսկապես օբյեկտիվա արդարադատության վատ որակ է։ Եւ նորից եթե մենք չգնանք քաղաքացիա իրավական եւ վարչա իրավական, հա, հարաբերությունների դատական այդ ստուգումների գործերի անջատման, առանձնացման ծանր գործեր եւ թեթև գործեր։ Եթե չգնանք այդ ճանապարհով, մենք հեռանկար չենք առնվազն սպային չենք ունենալու հեռանկարը։ Ես մի բան կուզենա այդ հարցի հետ կապված մի մեր դատական օրենքի սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները կազմված են առաջին ատյանի դատարաններից, վերաքննիչ դատարանից, դատարանից, չէ՞։ Հիմա որտեղ արգելք օրինակ ամեն 3 մարզի համար ստեղծել վերաքննիչ դատարան։ Մի հատ տեսեք այդ բոլոր այդ աշխատանքային վեճերով, բոլոր վեճերով այդ գործերը գնում են վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Դուք պատկերացնում եք այդ ծանրաբեռնվածությունը։ Հիմա այդ պայմաններում կամ պիտի ժամկետ խախտեն, կամ պիտի անորակ արդարադատություն իրականացնեն։ Միևնույնն է, մենք պիտի գտնենք բանալին դատարանները բեռնաթափելու համար։ Իհարկե մենք բոլորս մեր ամբողջ հասարակությունն կներեք կրակն ընկել այսօրվա դատական համակարգի ձեռքում։ Բայց էլի եմ ասում, դժվար է մեղադրել դատավորի, ում մակագրված է վերաքննիչ դատարանում, կազմին մակագրված է 300 գործ։ Օրը մի գործ դե պատկերացրեք, բաժանկետները։ Այնպես որ մենք պիտի սկսենք ուրիշ տեղից։ Այո, համաձայն եմ, իմ մեխանիզմներ ներդրվեն, որի արդյունքում մենք ստանանք ավելի որակյալ արդարադատություն։ Իսկ տրված հարցի եւս մեկ հարց տամ, ինչ վերաբերմունք ունենք վերջերս կատարված փոփոխությունների վերաբերել, որոնք ուղղված են բեռնաթափման, այսինքն նույն հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը կամ նոտարի կողմից գործերի քննությանը մինչև 2 միլիոն դրամի գումարի բռնագանձման գործերով, արդյոք փոփոխությունները դրական ազդեցություն ունեցել են մեր իրավական համակարգի եւ դատարանների ծանրաբեռնվածության վրա, թե ոչ։ Ես հաշտարար այդ դատարանների հաշտարարի ինստիտուտի հետ բերեմ այդ բանը, ես քանի որ արդեն ստիպված ենք, հա, որոշ քաղաքացիա իրավական հարաբերություն, որոշ ճյուղեր, որոշ բաներ տանենք հաշտարարի դատարան, ուսումնասիրել եմ, շփվել եմ 10 գործից, այսպես բանով ասենք, 2-3-ն է, որ հաշտարարի ինստիտուտում ավարտվում է։ Մնացածը արդեն ավելի մեծ ծավալով գնում է դատարան։ Հիմա այդ նույն իհարկե դրական է, շատ դրական բան է էլեկտրոնային դատավարության ներդրումը, հա, որը 17 թվականի կառավարության որոշումը վերջապես 25 թվականին սկսել է աշխատել։ Այս ռեֆորմի կամ այս նորարարության դանդաղկոտությունն էլ է բերել հասցրել այս կաթվածահար վիճակին։ Հիմա տեսեք, դրանք իսկապես լավ բաներ են, բայց միևնույնն է ինքը վերջում գալիս է դատարան, հա։ Էլի չի թեթևացնում դատանը։ Ինքը ինչ որ մասով, ինչ տարբերություն, եթե ես այդ 2 միլիոն դրամը մինչև 2 միլիոն դրամը ընդունում եմ, այդ կարար օրինակ արբիտրաժային բանով վճիռ դառնար ու վերջանար, կամ լավ եկել է նոտարի մոտ վճիռ դառնալ, բայց եթե ես չեմ ընդունել դա վեճ է դառնալու, միևնույնն է պիտի գնա դատարան քննության, դատական հաստատման պիտի գնա, էլի չթեթևացա, որովհետև հիմա նայեք, քրեական բանի մեջ է բերենք հա արդարադատ, հիմա մեկը քննում է, չգիտեմ, թեթև նույն դատավորը դի քննի թեթև ուրեմն մարմնական վնաս հիմա միջին ուրեմն ծանրության մարմնական վնասվածքով մի հատ գործ պիտի քննի ու հաջորդ նիստը պիտի մտնի ցմա բանի մեղքի հարց պիտի լուծի։ Մի հատ այս դատը կամ այդ ցմայից հետո դուրս գա նորից գնա մի հատ այլ դատական նիստով մտնի, չգիտեմ, մի հատ ավտովթարի գործ քննի։ Այդ դրա համար այդ առանջատումը կբերեր արդյունավետության ու բեռնաթափման։ Այդ մի հատ 25 տարեկան, հիմա 25 տարեկանը չէ կարծեմ դատավորները, թե ավելի իջացրեցին։
Պատկերացրեք 25-26 տարեկան դատավորը մի տարվա պրակտիկայով համակարգիչը մակագրում է, ասենք 2 եւ ավել անձանց սպանության գործ, որ ինքը պետք է այդ մեղքի հարց լուծի, չգիտեմ, 50 հատոր գործ են քննել, պիտի լուծի, կամ մի հատ բազմադրված խարդախության գործ պիտի քննի։ Դրա համար այդ առաջարկը օրինակ ես գտնում եմ, որ այսօր միակ հնարավոր փրկությունը հենց այդտեղ է, այդ տարանջատման մեջ է, դատարաններ ստեղծելու մեջ է, բայց այս 25, 27, 30 տարեկան այդ իրավաբաններին մենք հանգիստ կարող ենք վստահել այդ թեթև գործերի քննությունը, որտեղից մարդու ճակատագիրը կախված չի։ Դե ոչինչ, թող սխալվի, թող որոշի, որ այս կողը այն հարևանին նա վերաքննիչ դատանը ուղի այդ վճիռը։ Բայց 25-27 տարեկանին մակագրել, ասենք, այս բան ծանր գործեր, առանձնապես ծանր գործեր, բազմադրված գործեր, կապ չունի քաղաքացիական կրնի վարչական։ Շնորհակալություն, դա էլի դալիճից հարցեր։ Միկրոֆոնին ձեռքին։ Շնորհակալություն այս հանդիպում կազմակերպելու համար, շատ ակտուալ թեմա եք ընտրել, ձեզ էլ շնորհակալություն։ Ես մի պահ պատկերացրի դուք դատախազն եք, ես էլ պատգամավոր եմ, դուք զեկուցել եք, հիմա այս հարց եմ տալիս։ Վատ չէր ելնի։ Կարճ հարց, պարոն Դավթյան, շնորհակալություն։ Այդ բուրգի հետ կապված, որ կառավարման համակարգին է սա ավելի ներդաշնակ։ Դրա մասին խոսք չեղավ, նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական։ Երկրորդը, մեր նման անցումային շրջանի նման երկիր, որտեղ է այս մոտավոր մոդելը կիրառել, որովհետև ռեֆորմների, հատկապես ռադիկալ ռեֆորմների կիրառելությունը եւ իրագործելը նաեւ կախված է տվյալ երկրի զարգացվածության, ժողովրդավարության աստիճանից։ Իտալիան, չգիտեմ, ես համար կիրառել է թե չէ, որտեղ է, որ մեր նման երկիր այս մեխանիզմը կիրառել է եւ ելնելով նաեւ այսպես ծավալուն ընդարձակ բարեփոխումների ձեր ներկայացրած ծրագրի, սա մոտավորապես որքան ժամանակի կիրառելիության կարիք ունի անհրաժեշտության, որքան օրենքի, որքան գումարի, չգիտեմ, այսինքն այդ բարդության աստիճանը սա իրագործելու համար երկար գործ է գնալ, որովհետև լրջագույն ռադիկալ փոփոխություններ էր ձեր ծրագրում ներկայացված։ Շնորհակալություն։ Կառավարման կարգի առումով ինքը կարող է կիրառելի լինել բոլոր ձևերի պայմաններում։ Ես հիմա ավելի պատկերավոր լինելու համար օրինակները բերում եմ ըստ էության գործող մեր պարլամենտական կարգի պայմաններում, բայց իմ շեշտադրման մեջ նկատեցիք հանրային մանդատի մասին եմ խոսում։ Այսինքն եթե օրինակ ունենանք կիսանախագահական կառավարման ձև, որտեղ հանրային մանդատ ունի նաև հանրապետության նախագահ, բնականաբար այդ հանրային մանդատի հատվածի մեջ նշանակումները խորհրդի անդամների լինելու են պարլամենտի կողմից եւ նախագահի կողմից։ Բայց այստեղ իմ առաջարկությամբ կամ իմ ընկալման կարևորը որն է, որ նույնիսկ երկու առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմինների կողմից նշանակումները իրենք մեկ է հավասար պետք է լինեն մասնագիտական հանրույթից այսպես ուղարկված պատվիրակների թվին։ Փորձառության առումով եվրոպական շատ երկրներում ես արդեն նշեցի, որ այս խառը ձևը կա, որտեղ մինչև քաղաքական նշանակումներին նախորդում է համապատասխան մասնագիտականը։ Եթե այդպիսի ավելի պատկերավոր համադրություն եք ուզում, մեր հարևան Վրաստանը։ Վրաստանում այսօր օրինակ նույն քաղաքական մարմինն է ընտրում, բայց դրան նախորդում է մասնագիտական ձևավորված մարմին, որի մեջ ներառված են մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները, եթե չեմ սխալվում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր ըստ էության, այսինքն առաջին փուլն է դա այս կառույցների ղեկավարների ձևավորման կազմավորման։ Բայց իմ կարծիքով Իտալիայի օրինակը այսպես ունենալ այդպիսի անհանգստություն, որ ինքը կարող է չաշխատել, չեմ կարծում, որովհետև ես քիչ առաջին խոսքում էլ նշեցի, այստեղ շատ բնութագրական բան կար։ Այսինքն իտալացի ժողովուրդը կամ իտալական հասարակությունը կամ իտալացի օրենսդիրը այդ հենց նշածս ֆաշիստական բռնաճնշումներից անմիջապես հետո առաջին խնդիրը տեսել էր արտարդատության համակարգի հստակ տարանջատումը։ Եվ դրանից հետո ինքը իր բոլոր գործողության ընթացքում ըստ էության առավելապես արդյունավետությամբ է գնահատվել։ Ժամանակի եւ ծախսատարության մեջ խնդիրներ չկան այստեղ, պարոն, տեսեք, մենք գործող ունենք բարձրագույն դատական խորհուրդ։ Բարձրագույն դատական խորհրդի պայմաններում, այսինքն նույնիսկ ծախսերի մեջ ծախսեր էլ չեմ տեսնում, որովհետև մենք արդեն ունենք հիմա կառույց, ով վճարում է
ազգային ժողովի կողմից նշանակված ԲԴԽ անդամների։ Իսկ այստեղ դառնալու է բարձր ԲԴԽ-ն էլ լուծարվելու է, ձևավորվելու է այս կառույցը։ Իսկ մասնագիտական հանրույթի պատվիրանքները սրա համար առանձին չեն վարձատրվելու, որտեղ իրանք որպես դատախազներ, որպես քննիչներ, որպես քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, իրենց հիմնական աշխատանքով վարձատրություն արդեն ունենալու են։ Ես սրա կիրառելիության հետ կապված բարդություն ժամանակային եւ ծախսային մեջ չեմ տեսնում։ Շնորհակալություն, ելի ուզում եմ նախ նշեմ, որ բոլոր հարցերը ըստ էության մենք կհասցնենք քննարկել, քանի որ ժամանակ կա, եթե ունեք հարցեր, նախապատրաստեք, շուտով ձեր հարցի ժամանակն էլ կգա։ Շնորհակալություն, պարոն Դավթյան, պարոն Խաչատրյան, հետաքրքիր բանախոսության համար։ Ես Մարկոսյան Վարդանն եմ, ֆրանսիական համալսարան առաջին կուրս եւ բնական ֆակուլտետ։ Այո, օրինակ պարոն Դավթյան, ձեր խոսքի մեջ տեսա, որ հնարավոր է մեղադրյալի հետ որոշակի հաշտության հասնել, հա։ Իմ կարծիքով դա որոշակի անգլո-սաքսոնական իրավական ընտանիքի հատկանիշ է։ Հարցս երկու մասի ճյուղավորում։ Առաջին հարցը, արդյոք տվյալ պարագայում տուժողի ինստիտուտի նկատմամբ որոշակի խախտում չի նկատվում հաշտության դեպքում։ Եվ արդյոք հնարավոր է տվյալ մեր իրավական ընտանիքի ռոմանա-գերմանական որոշակի չափով անցում կատարել անգլո-սաքսոնական իրավական ընտանիքի մասերին կամ որոշակի չափով կամ ամբողջությամբ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Տեսեք, այդ մեղադրյալի հետ կամ անձավոր խմբի անդամի հետ համագործակցության մեխանիզմները միգուցե իրենց ակունքները անգլոսաքսոնական համակարգից են գալիս, բայց այսօր դա լայնորեն նաև կոնտինենտալ իրավական համակարգը ներառել է եւ գործադրում է։ Իհարկե, այստեղ չափանիշներ բնականաբար պետք է լինեն, բայց հանրային, այսպես շահի տեսակետից գնահատելուց, պարզ լեզվով եթե ասեմ ոչ մասնագիտական, դու պետքա զիջես ինչ-որ բան, կոնկրետ դեպքում անցանք կատարած անձին պատասխանատվությունից ազատես, դրա դիմաց բնականաբար դու բազմապատիկներով ավել հանրային շահ պետք է ստանաս։ Այստեղ գնահատեցինք հանրային մասը։ Իսկ կոնկրետ հանցագործությունից տուժած անձի իրավունքների վերականգնումը ոչ մի պարագայում չի կարող մոռացվել։ Այսինքն այս մեխանիզմները, ինչ մեխանիզմներ են, որ իրանք առաջարկեն, իրանք անպայման տուժողի դիրքորոշման, տուժողին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ մոտեցումներ բնականաբար պետք է ունենան։ Մեր քրեական դատավարության քրեական վնասների արդեն իսկ կիրառվում են, թե գործուն զղջման համակարգ ունենք, թե համագործակցության վարույթները ունենք եւ շատ տարբերվող է հա մանավանդ օրինակ դրա շատ տարածված ինստիտուտ է Միացյալ Նահանգների արդարադատության շատ կարևոր մասնակազմում տարբերվող է, բայց այնուամենայնիվ, հա, տեղից եկած մենք որոշակի նորմեր արդեն ներդրել են նոր գործող օրենսդրության մեջ ու պիտի ասեմ, որ շատ անարդյունավետ են օգտագործում։ Ասեմ նաև հիմնական որտեղ են օգտագործում, հիմնականում օգտագործում են ապօրինի թմրամիջոցների շրջանառության, հա, այս ոլորտի մեջ ու շատ անարդյունավետ։ Այնքան անարդյունավետ, որ սկսում ես մտածել, որ հատուկ դիտավորությամբ չեն օգտագործում համագործակցության վարույթները։ Բայց այն որ դրանց անհրաժեշտ ու հա, այդ բոլոր դեպքերում որպեսզի այդ ինստիտուտը կիրառվի, պարտադիր պայմանակ տուժողի կողմից առարկություն չլինելու։ Ես կարծում եմ, իհարկե պետք է պահպանել տուժողի բոլոր իրավունքները, բայց որ պետք է շատ ընդլայնել այս համագործակցության վարույթները պարտադիր է։ Այս մեծացող, հա, նաև թաքնված դժվար բացահայտվող հանցագործությունների առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման կիրառել այդ բաները։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը։ Շնորհակալություն եմ հայտնում բանախոսության համար։ Ես Մարկոսյան Սայեդն եմ, Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող։ Հարցս ձեզ ուղղեմ, պարոն Դավթյան, սահմանադրական արդարադատության որակը բարելավելու համար արդյոք պետք է սահմանադրական դատարանի դատավորների ընտրման կարգը փոփոխվի, որովհետև այս հարցում մեծ դերակատար ունի քաղաքական մեծամասնություն ազգային ժողովը։ Շնորհակալություն։ Հարցի համար քիչ առաջ նախորդ հարցին ես առիթ ունեցա անդրադառնալու։ Ես
իմ առաջարկության մեջ տեսնում եմ նաև սահմանադրական արդարադատություն իրականացնող դատարանի։ Իսկ նույն սահմանադրական դատարանի դատավորները ընտրվելու են այս նույն ընթացակարգով, բնականաբար ձեր կողմից արդեն նշված նույն հաշվառմամբ, որպեսզի քաղաքական ներգրավվածությունը, մասնակցությունը հասցնենք նվազագույնի։ Ո՞վ է վերացնողը։ Վերացնել ինքնին չի կարող վերանալ։ Ինքը պետք է փոխարինվի մեկ այլ, չէ՞, մեխանիզմով, մեկ այլ ընթացակարգով։ Հենց իմ առաջարկի ամբողջ իմաստը դրա մեջ է։ Շնորհակալ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Շնորհակալ եմ, պարոն Դավթյան, ես ձեզ երկու հարց ունեմ, երկրորդ հարցը մի փոքր թեմայի մեջ չի, բայց էլի շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք։ Առաջին հարցը դուք փորձել եք այս ներկայացրած բարեփոխումների ծրագիրը ներկայացնել նաև կառավարությանը, եթե կառավարությանը ներկայացրել եք, ինչպիսին է եղել իրենց արձագանքը, եւ երկրորդը վերջերս հանրային դաշտում դուք բավականին ակտիվ եք, նաև բոլորը կհիշեն ձեր հարցազրույցը վերջերս տված աղմկահարույց, նաև ինչ որտեղ, արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին դուք պատրաստվում եք ինչ որ մի ձևաչափով նաև մասնակցել ընտրական process-ներին։ Շնորհակալություն։ Եվ այո, այս ծրագիրը նաև դնել որպես հիմք։ Ես անկեղծ ասած ոչ միայն հրապարակային, այլ առաջին անգամ եմ ընդհանրապես այս առաջարկը ներկայացնում։ Կարող է իմ ընկերների հետ վերջին օրերին, այսպես գաղափարի արդեն փաստաթղթավորման արդյունքում քննարկումներ ունեցած լինենք, մինչ այդ որևէ տեղ որևէ կերպ չի առաջարկվել։ Նախանկեղծորեն ասեմ, այնպես չի, որ այս գաղափարը շատ վաղուց իմ մոտ եղել է, ես պահպանել եմ եւ այսօր եմ դա ներկայացնում։ Բնականաբար այս փորձառությունը նաև իր նշանակությունն ունեցել է, բայց որպես այսպես գաղափարի ծննդյան պահ ինքը շատ ավելի ուշ ժամանակահատվածում է իմ մոտ առաջացել։ Հետևաբար կառավարության հետ կամ որևէ մեկի հետ չեմ քննարկում եւ այստեղ իմ կողմից այս փուլում այս հարցը բարձրացնելը, ես արդեն իմ խոսքում նշեցի, շատ կարեւոր պատմական հատված է։ Ես չեմ ասում, այստեղ պետք չի կարևորել գաղափարի հեղինակին, այստեղ ինչ-որ հեղինակային իրավունքի խնդիր չկա եւ այլն։ Ամենակարևորն իմ համար, որ արդեն այս քաղաքական մրցավազքին սպասվող ժամանակահատվածում մենք օրակարգ ձևավորենք, որ քաղաքական իշխանության ձգտող մարմինները անհրաժեշտաբար անդրադառնան նաև իրենց ծրագրերում արդարադատության համակարգում առաջարկվող բարեփոխումներին։ Ինչպես են տեսնում, որ իշխանության գալու պարագայում իրենք պատրաստվում են ինչ հնարավորություններից հրաժարվել արդարադատության համակարգի վրա ազդեցության, որովհետև կրկնում եմ նորից, վաղուց միամիտ կդիտվի հավատալազուտ խոստումներին, որ չէ, ես կարծում եմ ընդունենք շատ լավը, մեր պայմաններում մենք քաղաքական կամք կդրսևորենք եւ դա ըստ էության չի իրացի։ Վերջի հարցազրույցի ընթացքում ես անդրադարձել եմ նաեւ լրագրողի այդ հարցին, կկրկնեմ նույն խոսքերը, իմ համար իմ հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է, մեծ պարտք է։ Այստեղ շատ կարևորն է որքանով եւ ինչպիսի ծառայության կարիք ունի իմ հայրենիքը եւ որքանով ես ինքս կգնահատեմ, որ ես արդյունավետ կարող եմ այդ ոլորտում, այդ իրավիճակում ծառայել իմ հայրենիքին։ Եվ չէ, այստեղ նույնիսկ ընտրության այսպես միջոցների մեջ տարբերություն չկա։ Եթե իմ հայրենիքի ծառայությունը տվյալ պահին կպահանջի նաեւ քաղաքական գործընթացների մասնակցությունը, ես չեմ կուսակի նաեւ դրանից։ Շնորհակալություն, ինչպես խոսքի սկզբում նշեցի, շատ կարևոր է քննարկել գաղափարները եւ ըստ էության մենք էլ այսօր հավաքվել ենք քննարկելու համար գաղափարները։ Ըստ այդմ խնդրում եմ թեմայի վերաբերյալ հարցեր, որպեսզի բացահայտենք, բացենք այս գաղափարը հնարավորինս լայն ու հնարավորինս լայն քննարկման առարկա դառնա, հնարավոր է որ նաեւ հասնի ինչ-որ մակարդակում փոփոխությունների հասնի հաջողության։ Թեմայի վերաբերյալ այլ հարցեր։ Yes. Շնորհակալություն եմ հայտնում երկու բանախոսներին արժեքավոր դիտարկումների ներկայացված տեսակետների համար, ներկայանամ Արսեն Մարտիրոսյան, հարցը վերաբերվում է առաջին հարցը պարոն Դավթյանին, ներկայացված է համակարգ հետ կապված պարոն Դավթյան։ Հետաքննության մարմինների մասին որևէ
որպես կառուցվածքային միավոր որևէ նշում չկար։ Արդյոք որպես արդարադատության համակարգի մաս հետաքննության մարմինները այս սխեմայում ներառելու անհրաժեշտություն չկա, այսինքն այդ մարմինների գործունեությունը այս ձեր կողմից առաջարկվող բարեփոխումների համատեքստում ներառելու եւ դրանց գործունեությունը որոշակի առումով կանոնակարգելու անհրաժեշտություն կա թե ոչ։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է երկու բանախոսների, խոսքը վերաբերվում է այդ ժողովրդական ատենակալների ինստիտուտի ներդրման անհրաժեշտությանը, քանի որ վերջին շրջանում հատկապես այս համանդրական բարեփոխումների համատեքստում քննարկվում է այդ հարցը, արդյոք անհրաժեշտություն տեսնում եք այդ նոր համանդրության մեջ ժողովրդական ատենակալների ինստիտուտի ներդրման հետ կապված եւ ձեր կարծիքով դա ինչքանով կնպաստի արդյունավետ արդարադատության իրականացմանը։ Շնորհակալություն։ Հարգելի խոսնակներ, կխնդրեմ 3 րոպեի ընթացքում։ Շնորհակալություն հարցի համար։ Հետաքննության մարմիններից զատ ասեմ, որ կարծիք կա այդ նաև օպերատիվ ծառայությունների հնարավորից համակարգի ներառման։ Բայց այստեղ մենք մի շատ կարևոր խնդիր ունենք։ Կարողանանք այնքան այսպես հավասարակշիռ գիծը գցել, որպեսզի նաև գործադիր մարմինը իր անհրաժեշտ լծակներից լիարժեք չզրկվի։ Եվ այս պայմաններում ես կարծում եմ, որ հետաքննության մարմիններին արդարադատության համակարգի մեջ ներառելու անհրաժեշտությունը չկա։ Ես այսպես նվազագույնի հասցրած այն մարմիններն եմ փորձել ներառել, առանց որոնց օրինակ քրեական արդարադատությունը չի կայանա։ Քրեական գործը, որպեսզի ունենա տրամաբանություն, քրեական վեճը, որպեսզի լուծում ստանա, ինքը անպայման հասնելու է այս մարմիններով։ Իսկ այն մարմինները, որոնք որ էպիզոդիկ ավելի նշանակություն ունեն, կամ այսպես նախորդող փուլեր են, որից հետո պետք է անցնի նախաքանական մարմին, դրա անհրաժեշտությունը ըստ էության կարծում եմ չկա։ Ինչ վերաբերում է ատենակալների ինստիտուտին, դրա մասին քննարկումներ շատ վաղուց են եղել, մշտապես եղել են այդ քննարկումները, բայց իմ համար միշտ էլ ընդունելի է եղել դրա դեմ բերվող այն հակափաստարկը, որ փոքր երկիրներին դրան որպես արդյունավետ մեխանիզմ երբեք էլ կիրառելի չէ, որովհետև փոքր երկրներ գումարած ընդհանուր հանրային իրավագիտակցության մակարդակ, սրանք գործոններ են, որոնք դու չես կարող հաշվի չառնել քո արդարադատությունը վստահելու համար պարզ քաղաքացիներին, ամենայն հարգանքով, բայց բոլորս մեր նաև առանձնահատկությունները քաջ գիտենք։ Հենց երեք առիթ ունեցանք այդ հարցը թեթև քննարկելու, ես համակարծիք եմ, որ դա մեր օրինակ եթե դες քանի օր է պետք, որ իմ հարազատ շրջապատից ինձ հարազատ մարդիկ գտնենք։ Ինձ թվում է մի օր, երկու օրում հանգիստ ցանկացած մարդ կարող է 12, 24, 36 ատենակալներից որևէ մեկին դուրս գա խնամի, չգիտեմ, հորեղբայր գտնի եւ այնպես որ ես կարծում եմ, որ դրանով միատեղ զարգ կտան քրեական արդարադատության զարգ չենք տա, կներեք, կասնի հարված կհասցնենք քրեական արդարադատության, այնպես որ իշխանությունը մի հատ լավ բան ունի, ինչ անում է պրավալ է գնում, ինձ գոնե այդ մասով էլի պրավալ կգնան ու այդ ինստիտուտը նորից չեն։ Տարիքով ավակ մեր իրավաբան ընկերները կհիշեն, որ խորհրդային ժամանակ, ժողով դատարանների այդ բանի ժամանակ կար այդ ոնց էր ժողովրդական ատենակալների ինստիտուտը ու դրա վերաբերյալ շատ լավ հիշող գնահատականներ կան, այնպես որ կարծում եմ, որ մեզ հարմար համակարգ չի լինի։ Շնորհակալություն, էլի հարցեր կան դահլիճից։ Կարծես թե դահլիճից հարցերը ավարտեցինք, թույլ տվեք մի անգամ էլ ես հարց տամ, բայց այս դեպքում հարց տամ դահլիճին, հատկապես մեր երիտասարդ լսարանին, որ ուզում եմ հասկանալ որքանով է ձեր համար ինֆորմատիվ, որքանով է հետաքրքրական այսօրվա քննարկումը եւ ինչ տարեք ձեր հետ, ինչ եք անելու ձեր հետ այսօրվա քննարկումից։ Հարգելի երիտասարդներ, խնդրում եմ ակտիվ, մենք էլ ուզում ենք ֆիդբեք ստանանք արդյոք մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մենք ճիշտ ենք անում, ինչ կառաջարկեք փոխել, ինչ կառաջարկեք անել։ Շնորհակալություն։ Մի ճաշ ուժ ավելի, որովհետև շատ բաց քննարկում ենք այսօր ստանում, ցանկանում ենք բաց ֆորմատը պահենք։
իրականում իմ տված հարցը պատահական չէ, որովհետև ես հետաքրքրված եմ քաղաքացիական ոլորտով ու ինձ հետագայում տեսնում եմ դատական համակարգում որպես դատավոր։ Եվ իմ պրակտիկան ինձ թույլ է տվել իրականում դատարանում անցկացրած, որ ես շատ անգամներ առնչվել եմ այդ դժվար ու այդ խնդիրների, որ դատարանները չեն հասցնում տեղավորվեն այդ ժամկետի մեջ ու խնդիրներ էլի առաջանում։ Դրանց հետևանքով տուժում են այլ գործեր, որոնց վարույթները էլի ձգձգվում են եւ այլն։ Ու ինձ թվում է, որ պետքա ինչ-որ լուծում ժամկետների երկարացման մասով, որ ավելի երկարացվեն տվյալ վարույթների ժամկետները։ Այսքանը։ Իսկ այսօրվա հարցու պատասխանից ինչ-որ բան ստացաք, ինչ-որ բան փոխվեց ձեր մտածելակերպի մեջ, ինչ-որ նոր առաջարկ ծնվեց ձեր մոտ։ Իմ կարծիքով, որ պետքա դատավորների դերը ավելի բարձրացվի, այսինքն դատական համակարգը ավելի աճ ացելով նկատի ունեմ ավելի խորանա ու ինձ թվում է ավելի կատարելագործվի էլի մեր դատական համակարգը ու մարդկանց վստահությունը ավելի կբարձրանա արդարադատության նկատմամբ։ Հասկանալի է, շնորհակալություն։ Այլ կարծիքներ կան։ Փոխանցեք։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր բանախոսություն անցավ։ Նախ կուզեի ասեի, որ թերևս ճիշտ է առաջին կուրսի ուսանող եմ, բայց շատ հետաքրքիր ու ինֆորմատիվ։ Իմ կարծիքով օրինակ մենք լսարանում շատ ենք նմանատիպ հարցեր բարձրացրել, բայց այսօր շատ կոնկրետ պատասխան ստացանք, որի համար շնորհակալ եմ բանախոսներին, ինչպես նաև CRF NGO-ին նման հնարավորություն տրամադրելու համար։ Շնորհակալություն։ Հարկ է ֆիքսել, որ երիտասարդությունը այն հիմքն է, այն ամուր հիմքն է, որը պիտի կյանքի կոչի այդ փոփոխությունները եւ գաղափարները քննարկելով, գաղափարները ինչի՞ չծնելով, մենք հիմք ենք դնում այն ապագային, որը մեր համար պիտի դառնա մեր տեսլականն է։ Մենք պիտի ստեղծենք այդ հիմքը երիտասարդներով ու երիտասարդների ակտիվությունը նման քննարկումների, նման միջոցառումներին շատ կարևոր է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այսօրվա միջոցառմանը լրագրողների համար, հարգելի խոսնակներ, եզրափակիչ ինչ-որ ելույթ ունենալ, եթե ունեք ինչ-որ ասելիք, որը չեք հասցրել հարց ու պատասխանի ընթացքում ասել, եթե ցանկություն կա, 3 րոպեի սահմաններում եզրափակիչ ելույթ կենալ։ Ես ուղղակի շնորհակալություն հայտնեմ համբերատար նստելու, համբերատար լսելու, հարցեր տալու համար շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալություն եմ ուզում հայտնել դարձյալ կազմակերպիչներին հրավերի համար, ինչպես նաև լսարանին համբերատար մեզ լսելու համար, եւ երկու խոսք եմ ուզում ուղղակի ավելացնել, այսինքն ասվածից իլերում են արտարադատության համակարգի բարեփոխումներ։ Մենք մեր մասնագիտական հանրույթներին իրականում մշտապես թողել ենք ստվերում։ Եկեք համաձայնվեք արտարադատության համակարգում ներառված այս ինստիտուտները թվարկածից նախաքննական մարմիններ դատախազություն։ Բնավ նրանց միականելիքը տարվա ընթացքում մի քանի հնչեղ